Ուրեմն ավետարանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. արթուն կացեք, միշտ աղոթեցեք։ Միշտ աղոթել մենք ինչպես ենք հասկանում, որ մեր հոգու լիցքավորումը միշտ պետք է տեղը լինի, այսինքն մենք չպետք է լիցքաթափվենք, տեսել եք հեռախոսը, որ լիցքավորումը նստում է, զրո է դառնում, էլ օգտակար չունի, կամ մարդը երբ որ հաց չի ուտում, շատ քաղցածել չի կարողանում աշխատել։ Ճիշտ այդպես էլ մեր հոգին մենք պետք է լիցքավորենք։ Ցավոք սրտի մենք չգիտենք այդ լիցքավորելու ձևերը։ Որոնք են լիցքավորելու ձևերը։ Դա առաջին ձևը որն է, մեր Տերը ավետարանում ասում է, երբ որ աղոթքի կանգնես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները ու լուսամուտները եւ ծածուկ աղոթիր քո Տեր Աստծուն։ Եվ Աստված ինչ որ տեսնում է ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Աղոթքը պետք է առանձնության մեջ լինի։ Պետք է վակուում ստեղծենք մենք։ Ինչպիսի վակուում։ Նախ եւ առաջ մտքի վակուում։ Մենք պետք է մեր միտքը անջատենք։ Չգիտեմ, մտքի անջատիչի տեղը գիտեք դուք, բայց ճարեք, ճար չունեն։ Մեր միտքը միտեղ պետք է անջատիչ ունենա։ Եթե դուք չանջատեք ձեր միտքը, ուրեմն այդ միտքը 24 ժամ գիշեր ցերեկ ինքը աշխատելու է։ Ցավոք սրտի հոգուտ մեզ չի աշխատում, հա? Իրականում հոգուտ մեզ պետք է աշխատի, մենք պետք է նենց անենք, որ միտքը ճիշտ տեղին միացնենք, այսինքն խրոցին միացնենք, որ տեսնեք միացված է այստեղից ու այսինքն Սուրբ Հոգուն պետք է միացնենք մեր մտքի թելը, որպեսզի գնա այնտեղից լիցքավորվի։ Բայց ցավոք սրտի անընդհատ պոկում է ինչ որ մեկը տանում է ուրիշ տեղ միացնում, որտեղ համացանցին է միացնում կամ աշխարհին է միացնում, ու մեր միտքը սկսում է ուրիշ տեղից սնվել։ Ու այդ ուրիշ տեղից սնվելը սնունդ չի, աղբա։ Մենք չենք լիցքավորում, ընդհակառակ լիցքերը հեռանում են մեզ։ Վերանում է մենք դատարկվում ենք։ Հələ դու փորձիր պոկել, հանել այդտեղից քո թելը, մցրու քո լարը, մցրու հոգևոր աղբյուրը։ Հոգևոր աղբյուրը ո՞րն է։ Նախ եւ առաջ առանձնություն։ Հա, առանձնությունը ամենամեծ աղոթքը ո՞րն է, մտքի լռությունը։ Մտքի լռությունը ամենաբարձրագույն աղոթքը։ Շատ անգամ մենք կարող ենք ջերմեռանդ աղոթել, լացել, արտասվել, մաքրվել, հետո մի վայրկյան հետո նորից մեր ուղեղը գնում է այսին որտեղ։ Այսինքն եթե դու մտքի խաղաղություն, լռություն չունես, ուրեմն քո հոգու խաղաղությունը դու չես կարող պահել։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է լիցքավորում հոգու։ Բնականաբար աշխարհում ապրելով դժվար է այդ լիցքավորումն ապահովել, հա? Որովհետև առավոտից իրիկուն հեռուստացույցը, հեռախոսը արդեն իսկ պատրաստի օտար աղբյուրներ են, որ մենք չկարողանանք մտքի այդ անջատիչը սեղմել, որ անջատի մեր միտքը։ Դուրս ենք գալիս աշխատանքը առավել եւս։ Եթե նա չեզոք ինչ որ մի բան է, սա արդեն կոնկրետ մարդկանց հետ շփվում ենք, ամեն մեկը իր դաշտն ունի, իր բացասական դրական ազդեցություն ունի մեզ վրա, հա, հիմնականում ավելի շատ բացասական է, քան թե դրական, հա։ Եվ այդպես մենք անընդհատ լիցքաթափվում ենք։ Մեր դրական լիցքերը մեզանից գնում են անverջ, ու չենք լիցքավորում։ Եվ այդպես մեր հոգին դատարկ, մենք քաղցած, մենք սոված, բայց հոգին չի դիմանում այդքան ինչքան քաղցած մնա։ Եվ գալիս են խնդիրներ, կպչուն մտքեր, այսինքն մենք այնքան օտար աղբյուրից լցվեցինք, այդ օտար աղբյուրը մեր մեջ դարձավ չղջիկ, տեսնում եք չղջիկ, կպնում է, ու մնում է, այդ կպչուն միտքը ինչա գալիս է, կպնում է քո մեջ ու դու այնքան ես թույլ տալիս քո մեջ այդ օտար բացասական բաները, հոռետեսությունը, որ գալիս են լցվում են քո մեջ ու չի գնում, ինչ լավ է,
Ինչ խելոք ես դու, որ մեզ սիրում ես, մեզ հյուրընկալում ես, մենք մեծ սիրով քեզ մոտ հյուր կլինենք։ Ինչքան շատ բայս, այնքան կմնանք։ Որ մենք պիտի մաքրենք մեր միտքը այդ օտար աղբյուրներից, սուրբ աղոթքներով սնենք։ Արդարացում չկա, ասում ես հնարավորություն չկա, ստեղծիր քո հնարավորություն։ Ամեն քրիստոնյա իր աղոթքի անկյունը պետք է ունենա։ Եթե դա ընտանեկան աղոթքի անկյուն լինի, դա ավելի հրաշալի։ Եթե դա եկեղեցի լինի, դա սքանչելի, եթե դու կարողանաս գտնել ինչ-որ մի տեղ, որ օրվա մեջ մի քիչ կարողանաս գնաս առանձնանալ կամ ժամերգությանը մասնակցել, կամ առանձին գնալ աղոթել եւ պարտադիր փորձես պատարակներին մասնակցել եւ սուրբ հաղորդություն ստանալ, այդ փոքրիկ պահերը դուք չեք պատկերացնում ինչ ահռելի օգտակար են մեզ համար, որտեվ դրանք ոնց ասեմ, մեր հույսն է։ Այդ աղոթքների, այսինքն մենք պետք է տրամադրվենք, որ ժամանակ տրամադրենք, գնանք այդ այսինքն ձգտումը դեպի այդ քո աղոթքի անկյունը արդեն հաջողության գրավականն է։ Այսինքն մենք պետք է ինձ առօրյա կազմակերպենք, որ ներքին ձգտում ունենք առանձնանալու, հա։ Այսինքն միայն այդ վայրը չէ, ասում եմ, կա որ աշխարհում է, բայց անապատում է, կա որ անապատում է, բայց աշխարհում է։ Մարդը կարող անապատում էլ ապրի, բայց հոգով մտքով աշխարհում լինի։ Մարդը կարող է աշխարհում լինի, բայց հոգով մտքով ինքը օտար լինի աշխարհի համար։ Ինքը այստեղ է, բայց ինչպես Պողոս առաքյալն է ասում, ապրում է, բայց որպես թե չի ապրում։ Ճաշակում է, բայց որպես թե չի վայելում, հա։ Ոնց կարող ես ճաշակել եւ չվայել։ Պողոս առաքյալն ասում է, այդպես պիտի լինի։ Հետո վայելքը, ինչպես Գրիգոր Տաթևացին ասում, մարմնին չի վերաբերվում, վայելքը վերաբերվում է հոգուն։ Մարդը չի կարող մարմնով վայելել, կարող է վայելել հոգով։ Ինչը աստվածային խորհուրդը, մտքի թռիչքը, իսկ Տիրոջ մարմինն ու արյունը, սուրբ հաղորդությունը, կարող է վայելել թե հոգով եւ թե մարմնով, երկուսը միասին։ Այն ժողովուրդն ասում է 2-3 միտեղ չի լինում, բայց սուրբ հաղորդությունը 2-3 միտեղ է փաստորեն։ Հոգով ու մարմնով մենք վայելում ենք։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Պետք է գտնենք այն աղբյուրը, որից մենք կարող ենք լիցքավորել մեր հոգին։ Ինքներս գտնենք։ Եթե մեր տան մեջ մի անկյուն է, որտեղ կարող ենք առանձնանալ, մտքի լռություն ունենալ, լիցքավորել հոգով, լցվել, շատ բարի։ Եթե դա մի եկեղեցի է, որ շաբաթվա մեջ կամ օրվա մեջ 15 րոպե, 20 րոպե, կես ժամ մենք կարող ենք գնալ ժամերգության մասնակցել կամ առանձնական աղոթք անել, հրաշալի։ Իսկ եթե դա մի վանք է, որ արձակուրդներին մենք կարող ենք գնալ, այնտեղ մի շաբաթ մնալ, առանձնանալ, դա սքանչելիք է։